Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Ալավերդու դրամատիկական թատրոնի բեմում նոր ներկայացում է ռուս դրամատուրգ Ֆյոդոր Սուլուգուբի «Քնքուշ սրտից պատրված» պիեսի փոխադրությամբ։ Հաղթեցի տասնյակ աղջիկների ու իմը դարձրի չլիներ էդ օրը չլիներ քեզ նման անկարող հորես մասին ամենուր բաներ չխոսեց։ «Քնքուշ սրտից պատրված» կատակերգական պիեսից ռեժիսոր Հրաչյա Պապինյանը ստացել է հաջողված բեմադրություն։ Առաջին հայացքից կատակերգություն, բայց ասելիքը այսօր առավել քան երբևէ արդիական է, որտեղ կարևորը մարդկային արժեքներն են, մարդկային մաքուր, պարզ փոխհարաբերությունները առանց շահի եւ գումարի։ Սաշան ինչ կորա Սաշա ես լավ չեմ զգում։ Ինչ է պատահել։ Ջուր, այո ջուր։ Լուսինե ջուր բերել։ Շատ մեծ սդուգնատություն։ Ռեժիսորին ու դերասաններին հաջողվեց ներկայացման միջոցով հանդիսատեսին տոնական տրամադրություն փոխանցել, թեթևություն, ուրախություն ու ժպիտներ պարգևել, ինչը ի սկզբանե եղել է ներկայացման նպատակը։ Բացի այս, ռեժիսորը նշում է քաղաքային թատրոնի համար տարվա այս շրջանում պրեմիերայով ներկայանալը եզակի դեպք էր, քանի որ մինչ այդ դրա հնարավորությունը չեն ունեցել պայմանավորված նրանով, որ 8 ամսյա աշխատանքային պայմանագրերը կնքվում էին մարտի 1-ից։ Ալավերդու համայնքապետարանը արդեն թատրոնի աշխատանքը դարձրել է մշտական։ Բայց ես քանի դեռ օրինական պսակ չի։ Առաջի անգամ էր, որ մենք շատ երկար 20 տարվա միջումից հետո որ մենք հունվարից արդեն աշխատենք։ Սովորաբար այնպես էր լինում, որ մարտի 1-ից էին հրամանագրում եւ մենք մարտի 27-ին ստիպված ենք նախորդ տարվա ներկայացումից մեկը վերականգնել խաղալ։ Առաջին անգամ որ մենք պրեմիերայով ենք նշում թատրոնի միջազգային օրը։ Եվ մենք քանի որ տեսնում եք նոր դահլիճ, նոր շենք, նոր պայմաններ եւ այլն, ուզեցինք թատրոնը այդպես տոնական, ուրախ եւ բացի այդ հիմա արդեն համայնքը մեծ է եւ ղեկավարությունը արդեն առաջադրանք է խնդիր է դրել, որպեսզի գյուղական բնակավայրերում էլ հնարավոր լինի ներկայացում անել։ Հիմա այս ներկայացումը արված է նաեւ գյուղերում բեմադրելու համար, այդ դեկորները հավաքովի են, շատ հեշտ ցանկացած գյուղում, որտեղ ասենք 2.5-3 մետր բարձրությամբ բեմ կա, այնտեղ կարող են խաղալ, եթե նույնիսկ կուլիսներ չկա, եթե նույնիսկ լույսեր չկա։ Այդ դրա համար է բեմադրել ես եւ որպեսզի գյուղերում ասենք դրամատիկ կամ ողբերգական ներկայացումներով չես կարող գնալ, այնտեղ կատակերգություն է պետք, դրա համար էլ բեմադրել։ Ինչքան շուտ այնքան լավ։ Ասեմ, որ պիեսը գրվել է մոտ 150 տարի առաջ, ռուս հեղինակ է, ռուս դասական դրամատուրգներից է, ազնվականական եւ այլ պատմությունը պիեսը ես ինքս եմ փոխադրել, դարձրել հայկական իրականություն եւ ժամանակակից մեր օրերը։ Այսինքն փոխադրված է հայկական իրականություն, գուցե ինչ որ անհարթություններ կան, բայց դրան փոխարինում է կատակերգական իրավիճակները։ Փորձերը երկարատև էին, գուցե փոքր-ինչ ծանր ու նաև տարբերվող, բայց թատրոնի դերասանները վստահ են եղել, որ ռեժիսոր Հրաչյա Պապինյանը այս անգամ էլ կհաջողի ու որ պիեսը կհայտնվի Ալավերդու քաղաքային թատրոնի սիրելի բեմադրությունների շարքում։ Այս ներկայացումը մեր թատրոնի պատմության մեջ չի եղել նման ձևի, որը վարգույներով լիներ, սկեսները բոլորովին այլ ձևի լիներ եւ ասելիքը հետեւյալումներ, որ պետք չէ մարդկանց մեջ փնտրել ասենք միլիարդեր կամ փողը չի որոշում ամեն ինչ մարդու հոգեկան աշխարհից պետքա գա ու պետքա գնահատվի մարդու մարդ լինելը, ոչ ասենք նրա բիզնեսները կամ միլիոնները։ Շատ շնորհակալություն հանդիսատեսին, որ եկան, որ մասնակցեցին, մենք ամեն ինչ անում ենք իրենց համար, իրենց գոհացնելու համար։ Նախ շնորհավորում եմ մարտի 27-ը թատրոնի միջազգային օրը, ամբողջ աշխարհին եմ շնորհավորում, եթե չլինի արվեստ, մի տեսակ սև ու սպիտակ կանցնի ամբողջ կյանքը։ Ինչ վերաբերում է մեր ներկայացման ու իմ կերտած կերպարին, կցանկանայի խորհուրդ տալ Սաշայի նման մարդկանց ի վերջո ճիշտ կողմնորոշում գտնել եւ իրանց կյանքի ճիշտ կողակցին հանդիպեն։ Ներկայացման մասին կուզեի ասել, որ այս կյանքում ինչպես մնացած բոլոր բնակավարներում այնպես էլ առավել եւս երբ խնդիրը կապված է ամուսնության հետ, պիտի դա լինի միայն ու միայն արդար ճանապարհով, ինչպես մեր ներկայացման վերջում այդ աղջիկներից միայն ամենաարժանին գտավ իր երկրորդ կեսին։
Մի փոքր կարծում եմ ժամանակը մի փոքր քիչ է, դե ընթացքում անընդհատ փոքր միջոցառումների մասնակցություն ունեցել ենք, որը իհարկե հետաքրքիր է ու հաճելի, բայց ժամանակի մեջ տեղավորվելու, բայց կարծում եմ ստացվեց։ Դերասանները նշում են նաև, որ թատրոնի միջազգային օրը բեմ բարձրանալը ել ավելի պարտավորեցնող է մի տեսակ քննություն հանդիսականի առջև։ Հուզմունքը մի այլ ձևով լինում, որովհետև մեր օրն է ու մենք պարտավոր ենք ավելին ինչքան որ կարողանում ենք լավ խաղալ, որպեսզի հանդիսատեսն է գոհ լինի, համոզիչ լինի մեր խաղը, որ մյուս օրերին էլ կան եւ դիտեն։ Պրեմիերային ներկա էին Ալավերդու համայնքապետարանի ներկայացուցիչներ, մշակույթի այլ գործիչներ ու թատերասեր ալավերդցիներ, ովքեր նշում էին, որ թատրոնից հեռանում են տպավորված։ Ես արդեն մոտ 45 տարի ակների ակումբում խաղացել եմ, բեմադրել ենք, միշտ քաղաքի ներկայացումներին ներկայացել եմ, իսկ այսօր յուրահատուկ օրեր, նախ շատ հաճելի էր, որ թատրոնին նվիրված օրվա կապակցության մեր հրաշալի խաղում էին բոլորը։ Հիացած եմ, շատ ուրախ եմ, որ մեր Ալավերդու թատրոնը կա ու պետք է լինի։ Շնորհակալ եմ բոլորից։ Շատ հետաքրքիր էր, ճիշտն ասած ես միշտ մասնակցել եմ թատերական լորին, բայց յուրովի էր, նորություն էր, բավականին այդ երաժշտական մասը հետաքրքիր էր ու ինձ թվում է դեռևս սա դեռ երկար կապրի մեր բեմում։ Ալավերդի համայնքի ղեկավարի կողմից Ալավերդու դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանին հանձնվեց շնորհակալագիր թատրոնի միջազգային օրվա եւ ոլորտում տարիներ շարունակ անցնվեր գործունեություն ծավալելու համար։ Հարգելի թատերասեր բարեկամներ, հարգելի սիրելի դերասաններ, հրաշալի ներկայացումներ, շնորհակալություն հրաշալի էմոցիաների համար, պատմությունները ինքը հետաքրքիր, ձեր խաղը հրաշալի էր։ Ուզում եմ համայնքի ղեկավարյանից շնորհակալագիր հանձնել պարոն Պապինյանին թատերական արվեստի ոլորտում ունեցած ավանդի եւ թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Պապինյանն էլ իր հերթին շնորհակալագիր հանձնեց Ալավերդու մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանին շուրջ 20 տարի համատեղ ու արդյունավետ գործունեություն ծավալելու համար։ Նշենք, որ մշակույթի կենտրոնի ղեկավարը հաշված օրերից կանցնի վաստակած հանգստի։ Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համաձայն մի քանի օրից կամ 2-3 շաբաթից թատրոնին եւ ընդհանրապես մշակույթին հրաժեշտ է տալիս պաշտոնապես մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Աղաբեկյանը։ Եվ քանի որ 19 տարի ղեկավարել է մշակույթի 20 տարի եւ ես մինչև վերջերս պարծենում եմ, թե ամենաերկարակյացը ես եմ տնօրենների մեջ, փաստորեն ռեկորդը հաղթահարեց ընկեր Կարինեն շուրջ 20 տարի լինելով տնօրենը։ Այդ 20 տարիների ընթացքում հասկանալի է, ունեցել ենք հաջողություններ, ունեցել ենք անհաջողություններ եւ հրաշալի համատեղ աշխատանք ենք կատարել։ Տասնյակ թատերական լորի փառատոներ ենք կազմակերպել, տասնյակ պրեմիերաներ, ներկայացումներ եւ այլն։ Ուստի թատրոնի անունից ցանկանում եմ շնորհակալագիր հանձնել ընկեր Կարինեին, համեցեք ընկեր Կարինեին։ Շնորհակալագիր հարգելի Կարինե Աղաբեկյան, Ալավերդու դրամատիկական թատրոն իր երախտագիտություն է հայտնում ձեզ երկարամյա համատեղ աշխատանքի համար։ Ձեր ղեկավարությամբ թատրոնն Ալավերդի հանդիսատեսին է ներկայացրել բարձրաժեք ներկայացումներ, թատերական այլ նախագծեր, այս կերպ բավարարել ալավերդցիների մշակութային պահանջները։ Նշանակալի է ձեր դերը նաև թատերական օրի միջազգային փառատոնի կազմակերպման գործում։ Շնորհակալություն համատեղ աշխատանքի համար Ալավերդու դրամատիկական թատրոն։ Ես կարծում եմ դեռևս այլ շնորհակալագրեր, այլ պարգևներ կունենա ընկեր Կարինեն իսկապես շատ երկարամյա աշխատանքի համար, սակայն մենք որոշեցինք այսօր առիթը օգտագործել։ Շնորհակալություն։ Հուզմունքը կա իհարկե, բայց
նորաձև մարդը իր քայլերը անում է գիտակցաբար, մտածված, այդ հուզմունքը տանելի է։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ այս սիրելի խմբին, այո 20 տարի ծառայել եմ մեր քաղաքի մշակույթին, ծառայել եմ օրենքով, ծառայել եմ նվիրված, ծառայել եմ սիրելով եւ իմ ողջ կոլեկտիվին եւ իմ ողջ հանդիսատեսին։ Եվ եւս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել այսօր թատրոնի միջազգային օրը, շնորհավորել այն մարդկանց, որոնք իրենց բոլոր երակներով, բոլոր անոթներով կապված են թատերարվեստի հետ։ Առաջին հերթին ռեժիսորներին, իրենց դժվարին եւ պատասխանատու աշխատանքի համար։ Շնորհավորում եմ բոլոր դերասաններին, դուք տեսաք իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի այսօր մեզ այս դրական լիցքերը հաղորդեն։ Ես շնորհավորում եմ նաև թատերարվեստի հետ կապված բոլոր տեխնիկական աշխատողներին, եւ ձայնային ռեժիսորին, ձայնային օպերատորին, եւ լուսային օպերատորին, եւ հանդերձապահին, եւ ամենաշատը ձեզ, սիրելի հանդիսատես, այնինչ արվում է ձեզ համար։ Եվս մեկ անգամ շնորհավոր տոնդ, սիրելի թատրոն։ Իսկ նոր ներկայացումը դեռ կմնա թատրոնի բեմում ու ոչ միայն ալավերդցիները, այլ նաև գյուղական բնակավայրերի բնակիչները այն վայելելու հնարավորություն կունենան։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։